Մեր ամենաժողովրդական հերոսը Անդրանիկ Օզանյանը տակավին պատանի որդեգրվեց ազգային ազատագրական շարժմանը։ Իր ծննդավայր Շապին Գարահիսարում 1885 թվականին միացավ նոր ստեղծվող ինքնապաշտպանական խմբերին, դարձավ ականավոր հայդուկներ Աղբյուր Սերոփի, Հրայր Դժոխքի, Գևորգ Չաուշի, Սեբաստացի Մուրադի, Սև Քարեցի Սաքոյի շատերի զինակիցն ու մարտական ընկերը, ղեկավարեց կամավորական գնդեր, բազմաթիվ կռիվներում փայլուն հաղթանակներ տարավ, արժանացավ նաև գեներալ-մայորի կոչման, բարձր պարգևների, բայց միշտ ըստ էության մինչև կյանքի վերջը ապրեց իբրև հայդուկ, ազգի նվիրյալ հայդուկապետ։ Սովորել էր ընդամենը Շապին Գարահիսարի Մուշեղյան նախակրթարանում եւ ապա գործի անցել օգնելու ատաղծագործ հորը։ Պատանեկան տարիքից արդեն ընկերների մեջ առաջնորդի դերում էր։ Մեծ տենչ ուներ նախաձեռնելու, իշխելու եւ հրամայելու։ 1905 թվականին, երբ Բուլղարիայում էր եւ ապրում էր արևմտահայ գրող Ռուբեն Զարդարյանի տանը, վերջինիս հորդորով էլ գրում է «Մարտական հրահանգներ» խորագրով գրքույկը։ Աղբյուր Սերոփի եղերական մահից հետո Տարոնում հայդուկային շարժման հրամանատար է դառնում Անդրանիկը։ Այդ առիթով Սեբաստացի Մուրադն ասել է. «Անդրանիկն է այդ առաջնորդը, եւ եթե անգամ նա մեռած լինի, իր դիակը մեր դրոշին հետ պետք է տարվի մեր առջևեն դեպի կռիվ եւ ազատություն»։ Իսկ մի այլ առիթով Ավետիս Ահարոնյանին ասել է. «Անդրանիկի հրամանին տակ կռվելը խաղ ու պար է»։ Սասունի հայդուկների հրամանատարը Անդրանիկը ջոկատի առաջին խնդիրն է համարում Աղբյուր Սերոփի վրեժի լուծումը։ Նրանք հետապնդում եւ Գելիեգուզան գյուղում սպանում են հայության դահիճ քուրդ ավազակապետ Բշարե Խալիլին ու նրա զինակիցներին։ Իր խիզախությամբ, արդարամտությամբ Անդրանիկը Տարոնի 30 հայդուկների հրամանատարը շուտով մեծ հռչակ է ձեռք բերում եւ ոչ միայն հայ, այլև մահմեդական բնակչության շրջանում։ Նրա մասին հյուսվում են լեգենդներ, գրվում բանաստեղծություններ, տարածվում բազմաթիվ երգեր։ Սուրբ Առաքելոց վանքի կռիվը Անդրանիկի հեղափոխական ասպարեզի եւ մարտական խոյանքների ամենից հերոսական սխրագործություններից է։ Հայոց դյութազնին փառքի եւ պասակի անմահ տաճարը, գրել է Վահան Թոթովենցը։ 1901 թվականի նոյեմբերն էր։ Վանքի պարիսպներից ներս կամովին պաշարված 3 տասնյակ հայ քաջորդիներ Անդրանիկի գլխավորությամբ 21 օր դիմադրում են 6000-անոց թուրքական զորքին, պատճառում մեծաթիվ կորուստներ։ Զինամթերքը սպառելուց հետո էլ կարողանում են ապահով դուրս գալ պաշարումից։ Տարոնի արծվաբույնը, Սասունը լռեցնելու, հապատակեցնելու ընդարձակ ծրագրերը մշակում թուրքական կառավարությունը։ 1904 թվականի ապրիլի 2-ից թուրքական մեծաթիվ զորքեր են շարժվում Տալվորիկի, ապա Շենիկի, Գելիեգուզանի եւ այլ ուղություններով։ Սկսվում է Սասնո երկրորդ հերոսամարտը։ Սասունի վասպուրականի կռիվների առիթով է հյուսվել զորավարի մասին ամենատարածված երգը։ Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, թնդացնում ես երկինք գետին տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, հսկա լեռին քեզ ապաստան, Անդրանիկ։ Վանի կռիվներից հետո Անդրանիկն անցնում է Թիֆլիս, արտասահման մեկնելու մտադրությամբ։ Թիֆլիսում հյուրընկալվում է Հովհաննես Թումանյանի տանը, ուր բանաստեղծի երեխաները, չճանաչելով Անդրանիկին, երգում են նրան նվիրված երգերից։ Ամենայն հայոց բանաստեղծի հետ Անդրանիկն առաջին անգամ հանդիպել էր Դսեղում։ 1905 թվականին Անդրանիկը Ժնևում էր, եկել էր հոդացավը բուժելու։ Այստեղ նա ծանոթանում է Սիամանթուի եւ Դերենիկ Դեմիրճյանի հետ։ 1905 թվականի մարտին Անդրանիկը մեկնում է Բուլղարիա, հաստատվում Վառնայից ոչ հեռու գտնվող Գալաթա գյուղում եւ այնտեղ մնում մինչեւ առաջին աշխարհամարտի սկիզբը։ 1908 թվականին հռչակվեց թուրքական սահմանադրությունը, իշխանության գլուխ անցան գերի թուրքերը։ Անդրանիկ Օզանյանը ոչ միայն չհավատաց թուրքերի կեղծ խոստումներին, այլև մերժեց Սիմոն Զավարյանի առաջարկը դառնալ Օսմանյան պարլամենտի անդամ։ Ցավոք, շուտով իրականացան հայդուկապետի կասկածները։ Երիտ թուրքերը ցույց տվեցին իրենց իսկական դեմքը։ 1909 թվականի ապրիլին Թալիաթի եւ Էնվերի գիտությամբ տեղի ունեցան Ադանայի հայ բնակչության ջարդերը։ 30,000 էր զոհերի թիվը։ Ջարդեր տեղի ունեցան Կիլիկիայում, Քեսապում եւ Սիրիայում։
1912 թվականի հոկտեմբերին սկսվեց Բալկանյան պատերազմը։ Անդրանիկը բուլղարահայերից կազմեց կամավորական գունդ 273 հոգի և բուլղարական զորքերի հետ կռվեց թուրքերի դեմ։ Անդրանիկի գնդում էին Թորգոմը, Նժդեհը և ուրիշներ։ 1913 թվականի հունվարին Բուլղարիայի թագավորի հրամանագրով Անդրանիկին շնորհվում է Բուլղարիայի քաղաքացիություն և սպայի աստիճան։ Կառավարությունը նշանակում է թոշակ, ամիսը 600 ֆրանկ։ 1914 թվական 28 հուլիսի սկսվեց առաջին աշխարհամարտը։ Հայությունը հույսի ու տագնապի մեջ էր։ Անդրանիկը ժամանում է Թիֆլիս, ուր ռուս հրամանատարությունը սկսում է հայկական կամավորական գնդերի կազմավորումը։ Անդրանիկի Երևալն արդեն փողոցներում ժողովրդական հուզում և ցույց է առաջ բերում։ Ռուսական հրամանատարությունը Անդրանիկին շնորհում է զորավարի կոչում և նշանակում առաջին կամավորական գնդի հրամանատար։ Ուրմիայի շրջանում բազմաթիվ կռիվներից հետո Անդրանիկի կամավորական գունդը մասնակցում և զգալի դերակատարություն է ունենում Դիլմանի ճակատամարտին։ 1915 թվականի ապրիլի 18-ն էր։ Դիլմանի ճակատամարտի հաղթական ելքը վճռորոշ նշանակություն ունեցավ Վանում արդեն սկիզբ առած հերոսամարտի համար։ Անդրանիկը թույլ չտվեց նաև Խալիլին նահանջելու Վանի ուղղությամբ, նախապես գրավելով Բաշկալեի բարձունքները։ Սակայն որքան էլ հաջող էին գործողությունները թուրքական ճակատում, ռուսական զորքերը սկսում են նահանջել։ 1915 թվականն էր։ Երիտ թուրքերն իրականացնում էին իրենց հրեշավոր ծրագիրը՝ հայության բնաջնջումը իր իսկ բնօրանում։ Ավերակ գյուղեր ու քաղաքներ, գաղթական արևմտահայերի հոծ բազմություններ։ Հուլիսի 19-ին ռուսական զորքերի նահանջով պայմանավորված բնօրանը հարկադրված թողեցին նաև թուրքական զորքերի դեմ հաղթանակ տարած մոտ 200,000 վան վասպուրականցիները։ Էրզրումի անկումը, դրան հաջորդած Սարիղամիշի, Կարսի անկումները և Ալեքսանդրապոլի գրավումը թուրքական զորքերի կողմից օրհասական դարձրին հայության գոյության հարցը։ Սարտարապատի, Ապարանի և Ղարաքիլիսեի ճակատամարտերի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որը հռչակվեց Թիֆլիսում 1918-ի մայիսի 28-ին։ Անդրանիկ Չելեպյանը զորավար Անդրանիկի կենսագրության տարակարծություններ առաջ բերած այս շրջանի մասին գրում է. «Թրքահայերը չհասան իրենց երազին և Անդրանիկ ձախողեցավ Էրզրումի առջև, որովհետև արևելահայերը Թրքահայաստանը իրենց երկիրը չնկատեցին։ Այնուհանդերձ անշատ մեծ ծառայություններ մատուցեց Երևանի Հանրապետության»։ 1919 թվականի մարտին Անդրանիկը թողեց Զանգեզուրը, որտեղ նրան փոխարինեց Գարեգին Նժդեհը։ Անդրանիկը եկավ Էջմիածին, հրաժեշտ տվեց իր կամավորներին և մեկնեց արտասահման։ 1920 թվականի աշնանը Պողոս Նուբարի առաջարկով զորավար Անդրանիկը Եգիպտոսում էր։ Դեռևս հույս կար, որ Կիլիկիան կարող է դիմակայել թուրքական զորքերին և այդ շարժումը պիտի գլխավորեր Անդրանիկը։ Ափսոս, այդ հնարավորությունը չտրվեց Անդրանիկին։ Ավելին, ֆրանսիական զինվորական իշխանությունները արգելեցին նրա մուտքը Կիլիկիա, ուր ներխուժած քեմալական 16,000-անոց զորքը արյան մեջ խեղդեց ինքնապաշտպանության դիմաց հաճնցիներին։ Փարիզ, 15 մայիսի 1922 թվական։ Հայկական եկեղեցում հարսանյաց արարողություն էր։ Անդրանիկ Օզանյանի և Նվարդ Քյուրքչյանի պսակադրություն այլվում։ Անդրանիկ Օզանյանի և Նվարդ Քյուրքչյանի պսակադրության կնքահայրը Պողոս Նուբարն էր։ Արարողությունը կատարող քահանան նույն Վռամ Շապուհ Քիպարյանը, որի խաչի վրա շուրջ 40 տարի առաջ երիտասարդ հայդուկը հայրենի Շապին Գարահիսարում երդում էր տվել։ 1922 թվականի հուլիսին Անդրանիկը տիկնոջ հետ մեկնեց Միացյալ Նահանգներ մշտական բնակության։ Անդրանիկը հաստատվեց Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, ուր տեղի ու շրջակայքի հայությունը սիրով շրջապատեց նրան։ Հեռավոր Ֆրեզնոյում ապրող զորավար Անդրանիկի միակ մտահոգությունը իր ժողովրդի ճակատագիրն էր։ Հիասթափված Լոզանի բանակցություններից 1923-ի ապրիլի 12-ին Արշակ Չոպանյանին ուղղած նամակում գրում էր. «Հայ ժողովրդի փրկությունը ոչ թե հեռուներում պետք է փնտրել, այլ Ռուսաստանի հետ դաշինքի մեջ»։ Նա էլ Հովհաննես Թումանյանի նման վստահեց Ալեքսանդր Մյասնիկյանի կառավարությանը։ Ապրած դժվարին կյանքին, ծանրագույն հիասթափություններին անկարող էր դիմակայել զորավարի սիրտը։ Անդրանիկ Օզանյանը վախճանվեց 1927 թվականի օգոստոսի 27-ին։